Ես ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հրահանգել է Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիան տրամադրեն իրեն, մինչդեռ պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի է։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ ուժայինները փորձում են 4 կանանց կյանքը Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի, Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի։ Հրապարակը փոխանցում է, որ երբ լրագրողները մոտեցել են Արարատ Միրզոյանին, վախվորած ետ է քաշվել ու հորդորել իրեն մոտ չգնան, չի կարողանում հաղթահարել հոգեբանական վախերը։ Ժողովուրդը հայտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Հրապարակի տեղեկություններով Սամվել Բաբայանը դիմել է քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու համար, դա վերաբերում է 98-ին սպանված Վարամ Խորխորնու գործին։ Ժողովուրդը նշում է, որ Արթուր Պողոսյանը քննչական կոմիտեի միակ ղեկավարն է, ում օրոք իր աշխատակիցները հափշտակեցին $590,000։ Հրապարակը տեղեկացել է, որ Ամբակում Համբարյանի կողմից ազատված պաշտոնյան հաղթել է դատարանում։ Որոշվել է, որ պետք է հարկադիր պարապորտի դիմաց փոխհատուցում ստանա։ Ժողովրդի փոխանցման Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ ընտրության մասնակցել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ։